Շատ սխալ է մեկնաբանվում ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, ազգային ժողովի կանոնակարգ օրենքում նման իմպերատիվ, այն է հրամայական պահանջ չկա, որ քաղաքական ուժը անպայմանորեն պարտավոր է հայտարարել իր ընդդիմադիր լինելու մասին, դա թողնված է ցանկացած քաղաքական ուժի քաղաքական որոշմանը։ Բարգավաճ Հայաստանը ասել է, եւ ես կրկնում եմ, որ մենք իրական այլընտրանք ենք եւ կարծում եմ ժամանակն է, որպեսզի մենք սովորենք մեր քաղաքական դաշտը բացառապես սևի եւ սպիտակի բաժանելուն։ Ցավոք սրտի իրականությունը մշտապես եղել է այն, որ եղել է իշխանություն եւ եղել է նրան մշտապես ծայրահեղորեն արմատական տրամադրված ընդդիմություն։ Բարգավաճ Հայաստանը ասեցի գործելու է բացառապես կառուցողական դաշտում, մենք իրական այլընտրանք ենք եւ եթե կլինեն դեպքեր, իսկ դրանք կարծում եմ եղել են եւ լինելու են, որտեղ մենք կտեսնենք, որ ոտնահարվում է ժողովրդի շահը, որոնք չեն համահունչ չեն լինի Բարգավաճ Հայաստանի ծրագրերին, ապա անպայմանորեն շատ օբյեկտիվ եւ որ ամենակարևորն է առանց ավելորդ աղմուկ աղաղակի շատ փաստարկված ձևով Բարգավաճ Հայաստանը այդ ամենի մասին կխոսի, եթե կլինեն նախաձեռնություններ, անկախ նրանից թե այդ նախաձեռնությունները որ քաղաքական ուժի կողմից ներկայացված կլինեն, որոնք համահունչ կլինեն առաջին հերթին այն խոստումներին, որոնք Բարգավաճ Հայաստանը տվել է մեր ժողովրդին, մեր ընտրողներին, մենք այդ նախաձեռնությունները կպաշտպանենք։ Կարծում եմ առաջիկայում Բարգավաճ Հայաստան խմբակցության գործունեությունը հստակ եւ ապացույց է եւ վկայությունը կլինի այն բանի, թե ինչպես է իրականում պետք որ աշխատի խորհրդարանական խմբակցությունը։ Բարգավաճ Հայաստանը ունի իր որոշումը, Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության գործունեության ծրագրին, որովհետեւ ես այդ մասին բազմիցս ասել եմ եւ հիմա եւս պիտի կրկնեմ, չեն լինում լավ կամ վատ գրված ծրագրեր, լինում է քաղաքական թիմ, որը ի վիճակի է իրականացնել ծրագիրը եւ լինում է թիմ, որը ի վիճակի չէ իրականացնել ծրագիրը եւ ցանկացած քաղաքակիրթ երկրում, ցանկացած կառավարություն երկրորդ անգամ վստահության քվե ակնկալելու բարոյական իրավունք ունի այն ժամանակ, երբ որ նախորդ ծրագիրը եթե անգամ փայլունով չի հաջողել, ապա գոնե աննախադեպ կերպով չի տապալել։ Ցավոք սրտի մենք գործ ունենք մի իրականության հետ, երբ այս վարչապետի գլխավորությամբ նույն այս քաղաքական թիմը, իսկ ասվեց, որ քաղաքականությունն էլ շարունակվելու է, այսինքն անգամ քաղաքականության մեջ փոփոխություն չի եղել, չի լինելու, չի հաջողել, այս չի հաջողել ձևակերպումը, ասում եմ շատ մեղմ, չի հաջողել 2008-2012 թվականների ծրագիրը։ Ուստի ես իմ ելույթում անպայմանորեն այդ մասին կխոսեմ, ես չեմ ցանկանում հիմա թվային եւ բովանդակային քննարկում իրականացնել, չնայած ընդամենը 1-2 փաստ կարող եմ բերել, նախորդ ծրագրում արձանագրված էր, որ 2008 թվականի աղքատության տոկոսը 26.5% է եւ գերակա խնդիր էր դրված աղքատության տոկոսը նվազեցնել, այսօր մենք ունենք աղքատության զգալի աճ, այն է մենք ունենք 35.8% աղքատության աճ, նախորդ ծրագրում նշված էր, որ ներդրումային 10% աճ պիտի լինի, ինչը իհարկե չի կատարվել, ել ես չեմ ուզում խոսել երկրի արտաքին պարտքի մասին, որը այսօր գնահատվում է 3 միլիարդ 570 միլիոն դոլար եւ որը կուտակվել է վերջին 4 տարիներին, ել չեմ ուզում խոսել արտագաղթի օրեցօր ահագնացող տեմպերի մասին, երբ օրական միջին հաշվով Հայաստանի Հանրապետությունը լքում է մոտ 400 քաղաքացի, իսկ դա նշանակում է, որ ամեն օր Հայաստանի Հանրապետությունում մահանում է 1 գյուղ։ Եթե հաշվենք, որ 300 բնակիչ ունի լավագույն դեպքում Հայաստանում փոքր գյուղերը եւ բնականաբար հաշվի առնելով այս ամենը, հաշվի առնելով այն, որ քարոզարշավի ողջ ընթացքում Բարգավաճ Հայաստանը ասում էր, որ առաջընթաց արձանագրելու համար երկրին անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ եւ հաշվի առնելով, որ որևէ փոփոխություն ըստ էության չի եղել, Տիգրան Սարգսյանը շարունակում է գլխավորել այն քաղաքական թիմը, որը ձախողել է նախորդ կառավարության ծրագիրը, Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը կայացրել է որոշում դեմ քվեարկել կառավարության, այս կառավարության, ես չեմ ուզում օգտագործել նոր կառավարություն ձևակերպումը, որտեղ մենք ըստ էության բաց գործ ունենք մի կառավարության հետ, որը ըստ էության որևէ փոփոխության չի ենթարկվել, իր թիմային կազմով Բարգավաճ Հայաստանը դեմ է քվեարկելու հին կառավարության, որը հայտ է ներկայացնում նորից շարունակելու իր նույն գործունեությունը ծրագրին։ Ճգնաժամը իհարկե շատ դեպքերում որոշ
դեպքերում կարող է լինել արդարացում, բայց երբ որ մենք արձանագրում ենք աշխարհում, ես գիտեի նախավերջին տեղում ենք, այսօր շատ լավ ավետիս տրվեց մեզ, որ մենք վերջից երրորդ տեղում ենք, ոչ թե վերջից երկրորդ տեղում, այսինքն փորձարվեց, հա, մխիթարական կարելի է համարել այդ ավետիսը, եթե մենք արձանագրում ենք, ուրեմն 14.5% տնտեսական անկում, ապա ինչ որ մեկը դրա համար պատասխանատվություն պիտի կրի, չի լինում այնպես, որ չկրի պատասխանատվություն, այնուհետև խրոխտ կեցվածքով գալ եւ ասել, որ հիմա եւս մենք ծրագիր ենք բերել եւ ակնկալում ենք ձեր քվեն։ Մեր հետևում կանգնած է ժողովուրդը եւ մենք բնականաբար ականջալուր ենք լինելու անպայմանորեն ժողովրդի ձայնին։ Սա է խնդիրը։